Դե ասեմ, որ միայն իմ հուշերով չի, որ կմնա իհարկե շատ պարզ ժպտերես, հումորով, հիշում եմ Զառային իհարկե ամենավառ հուշերը մեր բակի նկարահանումներից է, ընդ որում շատ միասին շատ կադրեր չունենք, բայց միևնույն է անդերցանում շփվում ենք, դե բացի հումորից, ժպտերեսությունից, բարիությունից ոչի բան չեմ կարող ասել, ոնց որ եւ բոլորը, ցավում եմ շատ։ Վերջին անգամ երբ եք շփվել հետը։ Իմ ջալ տեսօր ուզում էի հիշեի վերջի անգամ իրան տեսա, եթե չեմ սխալվում, ահագին վաղուց մի տարուց ավել է, կարծեմ Մոսկվայում եմ հանդիպել, մի քիչ շփվեցինք, ինչ որ միջոցառումից, հավանաբար կինո Մոսկվայից ենք դուրս եկել ու Մոսկվայում մի քիչ շփվեցինք, եթե եմ հիշում։ Իսկ ինչ որ մի հետաքրքիր բան կհիշեք։ Չեմ հիշի հիմա։ Սխալ մարդ եք բռնացրել, հիմա լիքը մարդ կգա, երևի ավելի շատ բաներ կխոսեն։ Հուշերով կիսվեք վերջին տարիներին միասին եք աշխատում կինոարարների։ Վերջին տարիներ ասած, վերջի 30 տարիներին։ Վերջին 30 տարիներին Զառայի հետ դե երևի թե ասեմ են ինչ որ բոլորը գիտեն, մեծ սրտով, մեծ հոգով, միշտ հասնող, ու եթե իրան բնորոշել, երևի կարելի է բնորոշել որպես ընտիր, լավ ընկեր։ Ոչ մի ուրիշ ավել բան չեմ ուզում ասեմ, որովհետև հուշերը շատ են, երկար ճանապարհ ենք անցել իրար հետ, սկսել ենք հեռուստատեսային գործունեությունը իրար հետ, 96 թվից համով զրույց հաղորդաշարով, որը մինչև վերջել իր ֆիրմային նշանը մնաց, կարող եմ ասել, որ ուղղակի չենք համարում, որ ինքը մահացել է, որովհետև մահացածներին մոռանում են։ Ինքը ուղղակի գնացել է։ Մենք իրան ուղղակի կարոտենք, ինքը մեր հետ կլինի։ Այդքան է, շնորհակալություն։